Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Սիրելի հավատացյալներ, սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այսօր հայ առաքելական եկեղեցում տոներ են։ Այսօր եկեղեցին տոնում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության տոնը, կրկնազատիկը, եւ այսօր նաեւ տոնում է մեր եկեղեցու մեծագույն տոներից մեկը Աստվածամոր ավետման օրը։ Անցյալ կիրակի մենք բոլորս միասին շնորհավորեցինք միմյանց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսով։ Մինչ այդ շուրջ 7 շաբաթներ, մոտ 49 օրեր մեր եկեղեցում պահոց շրջան էր, ինքնամաքրման, ինքնասրբման շրջան, որի հաղթանակը եղավ Քրիստոսի հարության օրը։ Այդ օրերի ընթացքում մեր եկեղեցու առաջնորդությամբ մեր հավատացյալները հնարավորություն ունեցան ինքնակնման ճանապարհով, աղոթքի միջոցով մաքրվել, սրբվել, որպեսզի վերջնական արդյունքում իրենց հոգու մեջ տեսնեին, զգային Քրիստոսի հարության օրհնությունը, Քրիստոսի ներկայությունը իրենց հոգիների մեջ։ Ես վստահ եմ, որ շատ հավատացյալներ որոշակի գործողություններ այդ օրերի ընթացքում նամանավանդ ավագ շաբաթի այս ժամանակահատվածում Քրիստոսի, երբ որ արդեն վերջի օրերն են այս երկրային աշխարհում, նրա չարչարանքները, մահը եւ հարությունը, այս օրերը մենք միասին մեր եկեղեցիներում տոնեցինք, մեր եկեղեցում դրված էր Քրիստոսի գերեզմանը։ Իսկ դուք գիտեք, որ Քրիստոսի գերեզմանը միակ այնտեղն է, որտեղ որ մենք ուրախանում ենք տեսնելուց։ Աստվածաստեղծ մարդը ընդհանրապես բոլոր պարագաներում, երբ որ գնում է գերեզմաններ, միշտ տխուր է։ Իր սիրելիին է հիշում, նրա ապրած կյանքն է հիշում եւ դա տխրեցնում է իր հոգին եւ միայն ուրախությունը գերեզմանի ճշմարիտ քրիստոնյաներն են ապրում Քրիստոսի գերեզմանի առաջ գոհաբանություն, փառաբանության աղոթք վերառաքելով առ Աստված, որովհետև գերեզմանը դեպի հարություն տանող ճանապարհն էր։ Ես վստահ եմ շատերը մեր եկեղեցիներում, երբ որ անցնում էին գերեզմանի տակով, նրանք չգիտեին ինչու համար էին անցնում։ Հավանաբար շատերը ինչ որ աղոթքներ ունեն իրենց հոգիների մեջ, նրանց իրականացման համար էին աղոթում։ Աստծո հետ աղոթքը մշտապես կարող է ունենալ ամեն մարդ յուրովի եւ ազատ, բայց այդ պարագային, երբ որ իրենք անցնում են գերեզմանի տակով, դա այն ճանապարհն էր, այն գերեզմանն էր, այն ուրախությունն էր, որը որ Քրիստոս խոստացավ մարդուն հավիտենական կյանքի առաջնորդելու։ Մեկ անգամ անցնելը բավական է, որովհետև այդ խորհուրդը հաստատում են, բայց շատերը 3 անգամ այսպես անցնում են Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Բայց գաղափարը նա է, որ Քրիստոսի գերեզմանով մենք ուրախացանք, որովհետև նա վստահեցրեց մեզ, որ այդ գերեզմանի միջով պիտի մենք բոլորս հնարավորություն ունենանք, ովքեր իր մեջ ունի Քրիստոսի Սուրբ Հոգու ներկայությունը, կամ այլ կերպ ասած, մկրտված է, նա ունի դեպի երկնային արքայություն Տիրոջ մոտ գնալու հնարավորությունը։ Մենք բոլորս
երբ որ մեր աղոթքներն ենք անում, միասին ասում ենք Հայր մեր, որ հերկինս ես, եւ դրանով հաստատում ենք մեր հավատքը մեր Տիրոջ նկատմամբ, որ Աստծուն մենք ընտրում ենք որպես մեզ Հայր։ Եվ Քրիստոս բացում է մեզ ճանապարհը գերեզմանով դեպի Հոր մոտ բարձրանալու։ Եվ շատ կարևոր է, որ մեր սիրելի հավատացյալներ, որ մենք կարողանանք զգալ մեր երկրային կյանքի մեջ այն մեծ հնարավորությունը, որը տրվեց Քրիստոսի միջոցով մեզ։ Ցավոք սրտի մենք շատ արժեքներից օգտվում ենք, բայց նրանց գինը չգիտենք, արժեքը չգիտենք։ Միայն խենթանալ կարող է մարդը, երբ որ իմանա այս աշխարհում քանի միլիարդ մարդ է ապրում։ Ես գիտեմ, որ մոտ 2 միլիարդը քրիստոնյաներ են։ 2 միլիարդ մարդ այս աշխարհի վրա ապրող քրիստոնյաներ են։ Եվ այդ քրիստոնեության առաջին պետական կրոն ընդունող ազգը մեր ժողովուրդն է եղել։ Տեսեք ինչ հպարտություն է յուրաքանչյուրիս համար։ Բայց մենք մեր հոգևոր կյանքի մեջ առավել շեշտադրումը կատարեցինք մեխանիկական գործողությունների վրա, քան ճշմարիտ հավատքին հենվեցինք, որը որ ամենակարևորն է։ Մեծի Պաուլ շրջանում մենք այդ մասին խոսեցինք տարբեր այսպես մեղքերի մասին խոսելիս, բայց շատ կարևոր է, որ դա մենք գործ դարձնեինք։ Քրիստոնեական մեր ապրելակերպը, Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունները հաստատեինք այդ սկզբունքների վրա, որ Տեր իմ Աստված, ինչպես որ ես ասում եմ Հայր մեր, որ երկնքում ես, ես ընդունում եմ ամենակարևորը, ես Աստծուն ընդունում եմ Հայր, ուրեմն դրանից հետո պետք է առաջնորդվել ոչ թե մեր ուղեղով, այլ Աստծո ուղենշած ճանապարհով։ Մենք բոլորս աղոթում ենք, բայց երբեք չենք մտածում, որ երբ որ մենք աղոթում ենք, Աստված արդեն գիտի մենք ինչ պիտի իրենից խնդրենք։ Բայց ասում է Աստված, ասեք Հայր մեր, որպեսզի դու կարողանաք այդ հայրմերով մերձենալ Աստծուն։ Աստծո ամենագիտության ստորոգելու մեջ ովքեր ծանոթ են գիտեն, որ Աստված ամենագետ է, ինքը գիտի ինչ որ եղել է եւ ինչ որ պիտի լինի։ Եվ այս մեր կյանքի ճանապարհ դարձնենք, ոչ թե մեր տրամաբանություններով։ Ես մի քանի մասեր եմ բաժանել, որի մասին ես ուզում եմ խոսել այսօր, պիտի աշխատեմ, որ շատ երկար չլինի։ Նախ Քրիստոսի հարության տոնով ուզում եմ, որտեղ անցյալ կիրակի մենք շնորհավորեցինք միմյանց Քրիստոսի հարության ուրեմն ավետիսով, բայց ես այս պահին ուզում եմ շնորհավորել մեր բոլոր հավատացյալներին այս տոնի առիթով, ուզում եմ մեր եկեղեցական բոլոր կառույցների աշխատակիցներին շնորհավորել, աղոթք վերառաքել առ Աստված, որ իրենց հոգու մեջ մշտապես ունենան հարության Քրիստոսի օրհնությունը, սերը եւ խաղաղությունը։ Այսօր նաև Աստվածամոր Տիրամոր ավետման տոնն է։ Հիշում եք, Աստված ստեղծեց մարդուն իր նմանությամբ, չէ, ինքը ասաց եղեցի լույս, եղավ լույս, ամեն ինչ ասաց եւ եղավ, եւ տեսավ, որ բարի են։ Մի բան, որ մարդու պարագային չարվեց։ Մարդուն ստեղծեց հողից, չէ, եւ իր շունչը տվեց։ Այսինքն նրան իր մասնիկից տվեց նրան։ Բայց Աստված բնակվելով Եդեմական դրախտի մեջ, ինչպես ավետարանիչն է ասում, կարծեմ թե Հակոբ ավետարանիչն էր պարականոն ավետարաններից, ասում է, օձը եկավ մտավ, ասում է, Եվայի ականջի մեջ եւ մեղքը ականջի միջոցով մտավ աշխարհ։ Եվ այս պարագային, երբ որ մենք տոնում ենք Աստվածամոր ավետման տոնը, տեսնում ենք, որ Գաբրիել հրեշտակը եկավ Մարիամ Աստվածածնին եւ ասաց նորից ականջով, ասեց դու պիտի հղիանաս
եւ պիտի զավակ ունենաս եւ անունը պիտի Հիսուս դնես եւ նա պետք է լինի փրկիչը այս աշխարհի մարդով եղավ մահը եւ մարդով եղավ հարությունը սա գիտեք ժամանակային առումով կարող է դարեր են անցել միջև Աստված գտել է այն մարդուն որի միջոցով կարող է Աստված ծնվել դարեր շարունակ մարդիկ աղոթել են մաքրվել են մեղքերից որպեսզի արժանի դառնան Աստվածամոր նման գերմաքուր գույս ունենալու որ արժանի լինի Աստծո որդուն ծնելու երբ որ ասում ենք Աստված որդին ծնվեց եւ հայրը եւ Սուրբ Հոգին եւ որդին եւ Սուրբ Հոգին բոլորը միա երեք անձին չէ մի բնության մեջ այսօրվա ավետարանն էր կարծեմ ընթերցում էին այսինքն ծնվեց եւ որդին եւ ներկա էր եւ հայրը եւ Սուրբ Հոգին Աստված մարդացավ որպեսզի մարդուն կարողանա վեր բարձրացնի ավետումը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մեծագույն տոներից մեկը եղավ այս աշխարհի վրա Աստվածամայրը դարձավ այն ամենամեծ Սուրբը ես պետք է համարձակվեմ ասելու ամենամեծ Սուրբը որտեղ նա Աստծո որդուն է ծնել եւ պատահական չէ որ մեր եկեղեցիների սուրբ սեղանի վրա գրեթե բոլոր եկեղեցիներում Աստվածամոր պատկերն է որի միջնորդությամբ բարեխոսությամբ են մեծամասամբ մեր հավատացյալներ իրենց աղոթքները վերառակում առ Աստված ես ուզում եմ շնորհավորել մասնավորապես բոլոր կանանց այս միամսյակի առիթով այսօր վերջի ավետման տոնով ավարտվում է բայց ինքը չի ավարտվում որովհետև սերը ծնողի մոր նկատմամբ դա տարածվում է ամբողջ կյանքի ընթացքում մարդու բայց սա մեկ ամիս է որի ընթացքում ավելի շեշտադրված մենք այսպես ուզում ենք ավելի տղամարդիկ ուզում են ավելի ուշադիր լինել կանանց թող Աստված օրհնի պահի պահպանի ձեզ թող ձեր հոգիների մեջ աներազանքները ցանկությունները որ դուք փայփայում եք մշտապես թող իրականություն դառնան սա լավ բաների մասին էր որ ասեցի բայց ուզում եմ ասել նաև զգուշացեք որովհետև տարիներ շարունակ ես ասում եմ այսօր մենք պլշած աչքով նայում ենք ինչու այսպես եղավ կամ ինչու այնպես եղավ չարը միշտ գործում է սատանան միշտ գործում է մի քանի օր առաջ ես տանն էի երեխեքնոջ հետ այսպես մի թեմայով խոսում ենք դուրը կամած կտկտալով այսպես խփեցին այսօր մեր շենքի բնակիչներից կային մեր լավ հարևաններից ուրեմն հազիվ լսելու ձայնով գնացի դուրը բացեցի եւ այնտեղ մի երիտասարդ տղա էր իր երեխայի հետ միասին ու այսպես երբ որ դուրը բացեցի մի անգամից այսպես մի հատ թուղթ ինձ մեկնեց թուղթ էր կարծեմ թե ինչ որ բան էր վրան ասեց սա մեր կայքն է եթե դուք ուզում եք քաղաքական կամ հոգևոր խոսք լսել կարող եք կապնվել միանալ այս կայքին եւ սրա միջոցով լսել ես շատ բան չեմ հասկանում այս ինտերնետից այս բաներից ես որոշ բաներ հասկանում եմ այնքանով որքանով բայց շատ ես իմացա ինչ որ նոր ինչ որ ինչպես յուքոմն է կամ մյուսները պիտի ինչ որ մի լար բերեն անցկացնեն հետո չի հասկացա ինքը պարզապես ինձ հրավիրում է իրենց կայք ասից դուք որ կրոնական կազմակերպությունն եք այսպես ներկայացնում ասեց Եհովայի վկաները ես իհարկե ներկայացա որ ես հոգևորական եմ եւ բայց ասեցի գիտես ասի օրինակ քո երեխային ինչ ես բերել քո հետ իսկ այս երեխային դու ասել ես բալիկ ջան ասեցի դու գիտես որ դու հիվանդանաս հանգարց Աստված չանի մենք եկեղեցիներում պիտի աղոթենք որ չհիվանդանաք բայց եթե հիվանդանաս այս հայրը չի թողելու որ քեզ այրուն ներարկեն որ դու մահանաս քո հոր մոտ եմ ասում որովհետև ասում եմ իսկ հորն ասում դու ասել ես քո զավակին եթե նման բան լինի դու կանես դե բնականաբար ասեց դե լավ ասեց ու գնացին բայց ես վստահ եմ որ իրենք միայն մեր տուն չեն եկել շատ շատերի տներն են երևի այդ
Եվ ես իրեն ասեցի, գիտեք, ինչու համար ես եկել մեր տուն։ Դու կարող ես գնալ քարոզել, մեր սահմանադրությունը թույլ է տալիս ամեն մարդուն ունենալ հավատք կամ չունենալ հավատք։ Բայց ինչու է շահագրգռված, որ ես դառնամ Եհովայի վկա։ Որը որ կրոնական կազմակերպությունը չէ, դա ավելի շատ հեթանոսություն է, քան կրոնական կազմակերպություն։ Ո՞վ է քեզ հովանավորել, որ գաս մեր տուն։ Այստեղ ենք մենք մասիվում տեսնում ենք, այնտեղ մոստի մոտ առավոտ 7-8-ին որ գալիս եմ, այսպես պարտաճանաչ կանգնած են։ Իրենց օրենքը այսպես է ասում, կարող եք ձեր հաստատված բնակարանները, որտեղ տրված են, այնտեղ հավաքվեք, ինչ ուզում եք արեք, բայց մի դուրս եկեք այդ որոմը մարդկանց ներարկեք։ Բայց հավանաբար ինչ որ կառույցներ թերանում են կամ դիտմամբ են անում, ես չգիտեմ, բայց դա տարիներ շարունակ այդպես է արվել, միշտ էլ տարիներ շարունակ այս վերջին շրջաններում 88 թվից հետո կարծեմ իրանք ներմուծվեցին Հայաստան եւ իրենց գործը ոնց որ թե լավ էլ արել են։ Սա որ ուզում եի զգուշացման կարգով ասել եւ մի անցյալ կիրակի է ուզում ասել, չկարողացա։ Ավելի ճիշտ երկու շաբթի օրն է ուզում ասել։ Սիրելի հավատացյալներ, բոլորս ունենք հարազատներ։ Ես մի անգամ այստեղ սուբսեղանից ասացի, որ մենք մշեցի ենք, շատ վաղուց եկել ենք Երևան, ապրել ենք այստեղ, լիքը բարեկամներ ենք ունեցել, լիքը հարազատներ, որոնք որ մահացել են։ Հայ առաքելական եկեղեցին 5 տաղավար տոներ ունի, որի հաջորդող օրը մեռելոց է։ Մենք մահացածների համար պիտի կարդանք այդ օրերին։ Մի քանի անգամներ էլ սուբսեղանի վրայից եմ ասել։ Արդեն թղթեր կա, որոնք անգիր գիտեմ։ Ամեն մարդ, դրանք մեխանիկական են, հասկանում եք, պատկերացրեք ինչքան մարդ է այստեղ եկեղեցում կանգնած։ Երբ որ այդ թղթերը կարդում եմ, ենթագիտակցությանս մեջ ուզում եմ հասկանալ, ինչու համար ամեն կիրակի, ինչու համար ամեն կիրակի պետք է այդ անունները կարդալ։ Ինչու համար եմ սա ասում, որովհետև աղոթքի համար, մենք աղոթելու ենք, չէ իր հանգուցյալի համար, բայց դրա համար էլ է պետք ժամանակ։ Ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք մաքրվել, պատրաստվել, իմ հայրս, մայրս մահացել են, որպեսզի ես նրանց համար աղոթեմ, նրանք ինձ հետ միշտ ներկա են, բայց որ ես որ ուզում եմ աղոթել, ես ինչ որ օրվա հետ եմ կապում, կամ ծնունդն է, կամ թաղման օրն է, բայց բարբերաբար, այսպես համառորեն այդ սխալը թույլ տալ, ճիշտ չէ։ Ճիշտ չէ, պարզապես ճիշտ չէ, որովհետև երբ որ այդ թղթերը նայում եմ, միշտ իր աչքերին չեմ կարող նայում, ասում, բայց օրինակի համար ինչու են մարդու թուղթը չկարդացի, չէ որ ինքն էլ է սիրում իր ծնողին, կամ հենց իմ։ Դրա համար իմ խնդրանքն է, կուզեք գրեք, մենք մեկա պետքա կարդանք, եթե բերեցիք այստեղ պիտի կարդաք, բայց դուրս եկեք մեխանիկական այդ գործողություններից, որտեղ Աստված ինքը հոգին է տեսնում։ Ամեն մեկը երբ որ կանգնի եկեղեցու մեջ, ես պատահական չասեցի, ասի հայր մեր, արդեն հայրը գիտի, որ ինքը իր հոգու մեջ աղոթում է իրեն համար։ Ահա այս երկու պատգամներն էր, որ ես ուզեցի այսպես որպես հորդոր, ինչպես ուզում եք ընդունել, որովհետեւ մեր հավատացյալները մենք պիտի ասենք այդ մասին, որտեղ ինձ կարող ասեն, հետո ինչի չասեցիր։ Ես դրա համար ասում եմ, դուրս եկեք մեխանիկական շարժումներից, դուրս եկեք միայն մոմ վառելուց, մոմը վառում եք ինչ-որ առաքելական սովորություն եք շարունակում, բայց աղոթքը ավելի շատ պիտի լինի։ Պետք է ավելի հավատքը մեծ լինի, որ ասեմ հայր մեր, որ երկնքում ես մի անգամից Տիրոջը տեսնեմ իր մեջ, եւ մնացած գործողությունները, որ պիտի անեմ Տիրոջ վերաբերյալ կամ Տիրոջ նկատմամբ, պետք է Տիրոջը վստահեցնեմ, որ ես անկեղծորեն վստահորեն ընդունում եւ հավատում եմ։ Եվ այդ ժամանակ է որ Տիրոջ ներկայությունը կլինի մեր հոգիների մեջ։ Ես կրկին անգամ ուզում եմ շնորհավորել Սուրբ Հարության տոնի առիթով բոլորիդ, թող Տերը պահապան լինի մեր երկրին, խաղաղություն պարգևի, մեր ժողովրդին առողջություն պարգևի, մեր գերիները թող վերադառնան օր առաջ։ Եվ այդ ամբողջը ուզում եմ մեր Աստվածամոր բարեխոսությամբ մեր երկնավոր հորը վերառաքել այսօր եւ վաղը եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Կներեք, եթե մի քիչ երկար խոսեցին։